Ողջույն, այսօր մենք ուսումնասիրենք կրոնափիլիսոփայական ուսմունքներից մեկը պանթեիզմը։ Կներկայացնենք, թե ինչպես է այն առաջացել, ինչ դեր է խաղացել իր ժամանակին և ինչու այսօր այլևս չի դիմանում քննադատությանը։ Տեսնենք, թե ինչ գաղափարներ են թաքնված բնության աստվածացման մասին գեղեցիկ խոսքերի ետևում և որն է նման աշխարհայացքի իրական վտանգը։ Մինչ առաջ անցնելը բաժանորդագրվեք այս բերկալիքին և մենք սկսում ենք։ Պանթեիզմը փիլիսոփայական ուսմունք է, որը նույնացնում է Աստծուն բնության, աշխարհի տիեզերքի հետ։ Հունարենից բազմաթիորեն թարգմանված «պան» նշանակում է ամեն ինչ, «թեոս» նշանակում է Աստված, այսինքն Աստված ամեն ինչ է և ամեն ինչ Աստված է։ Պանթեիստները պնդում են, որ Աստված չի գտնվում աշխարհից դուրս ինչ-որ տեղ, այն գոյություն չունի բնությունից առանձին, այլ լիովին նույնական է բնությանը։ Ի տարբերություն կրոնների, որտեղ Աստված աշխարհից վեր կանգնած անձնավորություն է և վերահսկում է այն, պանթեիզմը լուծանում է աստվածայինը այն ամենի մեջ, ինչ կա։ Աշխարհն ինքնին աստվածային է հռչակված։ Ենթադրվում է, որ հաշտեցնում է Աստծո հանդեպ հավատը բնության հանդեպ սիրո և շրջապատող աշխարհի նկատմամբ հետաքրքրության հետ։ Այսպիսով, պանթեիզմի հիմքում դեռևս մնում է կրոնական գաղափարը՝ իրերի ողջ բազմազանության հետևում թաքնված ինչ-որ բացարձակ աստվածային նյութի ճանաչում։ Պանթեիզմը ներկայացնում է աստվածացված բնույթ, բայց պահպանում է հավատը գերզգայուն բանի նկատմամբ, որը կանգնած է նյութական աշխարհի հետևում։ Պանթեիստական գաղափարներն առաջացել են տարբեր դարաշրջաններում և դրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել նրանց զարգացման վրա։ Տարբեր ժամանակաշրջաններում փիլիսոփաները հանգում էին պանթեիզմին որպես բնությունը և նրա օրենքները բացատրելու փորձ, պահպանելով ինչ-որ ավելի բարձր սկզբունք։ Պանթեիզմի առաջին տարրերը կարելի է գտնել նույնիսկ հին Հունաստանում։ Օրինակ, Հերոկլիտը պնդում էր, որ ամեն ինչ լոգոս է, որոշակի ռացիոնալ օրենք, որը ղեկավարում է աշխարհը։ Նա բնությունը տեսնում էր որպես ինքնաբավ մի բան, բայց չէր շղթում նրա ներքին ներդաշնակությունն ու կարգը։ Ստոիկներ, ինչպիսիք են Զենոնը, Սենեկան և Մարկուս Ավրելիուսը, նույնպես աշխարհը դիտում են որպես կենդանի օրգանիզմ, որը ներթափանցված է խելացի աստվածային զորությամբ, որը ղեկավարում է այն ամենը, ինչ գոյություն ունի։ Նրանց ուսմունքը մոտենում էր պանթեիզմին այն իմաստով, որ բնությունն ու Աստված հասկացվում են որպես մեկ ամբողջություն։ Միջնադարում պանթեիզմը համարվում էր հերետիկոսություն, քանի որ այն շղթում էր անձնական Աստծուն և աստվածային հայտնությունը։ Այնուամենայնիվ, արդեն վերածննդի դարաշրջանում պանթեիստական գաղափարները դարձան պոպուլյար։ Ջորդանը Բրունոն պնդում էր, որ Աստված և բնությունը մեկ են, իսկ տիեզերքը անսահման։ Նրա հայացքները վիճարկեցին ստեղծած աշխարհի մասին կաթոլիկ եկեղեցու դոգման, ինչը հանգեցրեց նրան, որ մահապատժի ենթարկվեց ինկվիզիցիայի կողմից։ Ամենահայտնի պանթեիստ փիլիսոփաներից մեկը Բենեդիկտ Սպինոզան էր։ Իր էթիկա աշխատության մեջ նա շարադրեց այն միտքը, որ Աստված ոչ թե անձնական էակ է, այլ աշխարհի բուն էությունը, որը դրսևորվում է բնության և բանականության մեջ։ Սպինոզան մերժեց Աստծո գաղափարը որպես անձնավորված և փոխարենը տեսավ նրան ամենուր և ամեն ինչում։ Այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը դեռևս մնաց իդեալիստական, քանի որ նա բնությունը օժտեց աստվածային իմաստով, պահպանելով կրոնական ենթատեքստը։ 10-ից 19-րդ դարերում գերմանացի խոշոր փիլիսոփաների աշխատություններում հայտնվել են պանթեիստների մոտիվներ։ Հեգելը պանթեիզմը դիտում էր որպես անցումային ձև թեիզմից դեպի բացարձակ ոգու փիլիսոփայություն, դրանում տեսնելով գիտակցության զարգացման պատմական փուլ։ Ֆիխտեն և Շելինգը նույնպես օգտագործում են պանթեիստական գաղափարներ, բայց նրանց ուսմունքներն արդեն իսկ ակնհայտորեն իդեալիստական բնույթ են կրում, քանի որ նրանք բնությունը նվազեցրին հոգևոր սկզբունքի արտահայտմանը։ Տարբեր ժամանակներում պանթեիզմը հարմար փոխզիջում է եղել կրոնի և փիլիսոփայության միջև։ Նա թույլ տվեց փիլիսոփաներին մերժել եկեղեցական դոգմաները, բայց միևնույն ժամանակ պահպանեց հավատը ինչ-որ ավելի բարձր ներդաշնակության նկատմամբ։ Պանթեիզմը նաև օգնեց բացատրել բնությունը առանց անձնական Աստծուն դիմելու, բայց ամբողջովին չազատվեց միստիկական գաղափարներից։ Այսպիսով, պանթեիզմը երկար ճանապարհ է անցել աշխարհի միասնության մասին հնագույն մտորումներից մինչև փիլիսոփայական համակարգեր, որոնք բնության ռացիոնալ բացատրության քողի տակ դեռ պահպանում են միստիկայի տարրը։
Թեև պանթեիզմն իր ժամանակներում որոշակի առաջադեմ դեր է խաղացել, այսօր այն մնում է իդեալիզմի ձև, որն ի վիճակի չէ բացատրել աշխարհը մատերիալիստական տեսանկյունից։ Պատմականորեն պանթեիզմը առաջացել է որպես աշխարհի մասին դիցաբանական և կրոնական գաղափարները հաղթահարելու փորձ, որոնցում բնությունը դիտվում էր որպես առանձին անձնական աստծո կամ աստվածների գործողությունների արդյունք։ Պանթեիզմը հայտնվեց հին փիլիսոփայության մեջ, ստոիկների և հատկապես հին հունական բնափիլիսոփաների մոտ, ովքեր սկսեցին բնությունը տեսնել ոչ թե որպես աստվածների պայքարի ասպարեզ, այլ որպես մեկ ամբողջություն, որը ունի օրինաչափություններ։ Պանթեիզմը լուրջ զարգացում ստացավ վերածննդի դարաշրջանում, երբ Ջորդանո Բրունոյի նման փիլիսոփաները բացահայտորեն նույնացնում էին Աստծուն անսահման տիեզերքի հետ։ Սա վիճարկեց Արարիչ Աստծո և թշնամական աշխարհում փոքրիկ մարդու միջնադարյան եկեղեցական դոգման։ Պանթեիզմը թույլ տվեց մեզ այլ կերպ նայել բնությանը, ոչ թե որպես ստոր, մեղավոր և ստեղծված մարդու փորձելու համար, այլ որպես մեծ և ուսումնասիրության արժանի մի բան։ Այս առումով պանթեիզմը առաջադիմական դեր ունեցավ։ Նա ոչնչացրեց ստեղծողի և արարչի միջև կրոնական հակադրությունը, նպաստեց ազատ մտածողության զարգացմանը և աշխարհի մասին գիտական հայացքի ձևավորմանը։ Սա հատկապես հստակ ցույց տվեց Սպինոզան, ով ուղղակիորեն հայտարարեց Աստված և բնությունը նույնն են։ Հենց նման գաղափարների շնորհիվ փիլիսոփայությունն ու գիտությունը ազատվեցին կրոնական դոգմատիզմից։ Պանթեիզմը դարձավ մի տեսակ անցումային փուլ միջնադարյան աստվածակերտությունից դեպի աշխարհի ավելի ամբողջական ընկալումը որպես բնական և օրինաչափ։ Իսկ դուք ինչպես եք կարծում, ինչու է պանթեիզմը համարվում իդեալիստական, եթե պայքարել է կրոնական դոգմաների դեմ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Չնայած իր պատմական առաջադեմությանը, պանթեիզմը հիմնականում մնում է փիլիսոփայական իդեալիզմի մի ձև։ Հիմնական պատճառն այն է, որ պանթեիզմը պահպանում է հավատը ինչ-որ բացարձակ աստվածային էության նկատմամբ, որը վեր է կանգնված կոնկրետ բնությունից և իմաստ է տալիս դրան։ Նույնիսկ երբ պանթեիստներն ասում են, որ Աստված բնությունն է, նրանք իրականում աստվածացնում են հենց բնությունը, նրան օժտելով թաքնված ներքին իմաստով և նպատակներով։ Այստեղ դասական օրինակը Սպինոզայի փիլիսոփայությունն է։ Նա Աստծուն սահմանում է որպես նյութ, ինքնին պատճառ, որպես հավերժական, անսահման և ինքնաբավ մի բան։ Այն ամենը, ինչ գոյություն ունի ըստ Սպինոզայի, այս մեկ նյութի միայն եղանակներն են, դրսևորումներ։ Այսինքն անհետանում է կոնկրետ նյութական բնույթը և մնում է միայն փիլիսոփայական աբստրակցիա, աստվածային բնությունը, որը վեր է կանգնած ցանկացած առանձին երևույթից։ Պանթեիզմը շղթում է անձնական Աստծուն, փոխարենը ներկայացնում է անանձնական բացարձակ էակ։ Սա նույն իդեալիզմն է, միայն այլ ձևով, համոզմունք, որ աշխարհը ղեկավարվում է ոչ թե նյութով և նրա օրենքներով, այլ ինչ-որ համընդհանուր հոգևոր նյութով կամ բնության աստվածային պատճառով։ Այսպիսով պանթեիզմը հրաժարվում է նյութական աշխարհը ճանաչել որպես միակ իրականություն։ Նա մի քայլ հեռանում է կրոնական թեիզմից, բայց խրվում է ճանապարհի կեսին, փորձելով նյութը համատեղել աստվածայինի հետ, սկայականը մետաֆիզիկայի հետ, և հենց այստեղ է դրա իդեալիստական բնույթը։ Պանթեիզմի քննադատությունը մատերիալիստական տեսանկյունից և որն է այս գաղափարախոսության վտանգը։ Մատերիալիստական դիրքից պանթեիզմը չի կարող ճանաչվել որպես աշխարհի գիտական հայացք։ Չնայած բնության հետ իր ակրհայտ մոտիկությանը, պանթեիզմը հիմնականում մնում է կրոնական իդեալիստական հասկացողություն։ Նա բնության մեջ մտցնում է միստիկական սկզբունք, որոշակի բացարձակ էություն, որին վերագրում են ինքնուրույն գործունեությունը, խելքը և նպատակաուղղվածությունը։ Սա այլևս բնությունը չէ որպես նյութական գործընթացների ամբողջություն, այլ աստվածության վերածված բնությունը։ Պանթեիզմի խնդիրն այն է, որ այն ջնջում է իրական նյութական աշխարհի և հորինված գեբրական էության միջև սահմանը։ Աստվածային բնության մասին գեղեցիկ խոսքերի հետևում թաքնված է բնության օբյեկտիվ օրենքները ճանաչելուց հրաժարվելը, որոնք գործում են անկախ որևէ ավելի բարձր ուժերից։ Պանթեիզմը մարդուն անխուսափելիորեն հեռացնում է աշխարհի գիտական ըմբռնումից և բնության իրական ուսումնասիրությունը փոխարինում է նրա միստիկ մեկնաբանությամբ։ Պանթեիզմի մեկ այլ վտանգն այն է, որ այն կարող է փիլիսոփայական հիմնավորում ծառայել տարբեր հետադիմական գաղափարների համար։ Օրինակ, բնությունը ռացիոնալ է կամ համընդհանուր ներդաշնակություն պատումը հաճախ օգտագործվում է սոցիալական անհավասարությունը տառապանքն արդարացնելու համար, ասելով, որ դա իրերի բնական կարգն է։ Պանթեիզմն ընդունակ է աշխարհը վերափոխելու պայքարը փոխարինել պասիվ մտքերով և առկա իրավիճակի հետ հաշտվելով։
Ի վերջո պանթեիզմը փակում է ճշմարիտ գիտական աշխարհայացքի ճանապարհը, որը հիմնված է նյութի ազատչնային լինելու սկզբունքի ճանաչման եւ աստվածային ցանկացած սկզբունքների միացման վրա։ Դա մարդու պատրանք է թողնող, որ աշխարհում ամեն ինչ արդեն ճիշտ է դասավորվել, ինչ-որ ավելի բարձր ինտելեկտի կողմից եւ հետեւաբար իմաստ չունի միջամտել այդ կարգին։ Հենց այստեղ է նրա փիլիսոփայական եւ հասարակական վտանգը։ Եզրափակելով կարող ենք ասել, որ պանթեիզմը, որը ժամանակին առաջադեմ դեր է խաղացել միտքը միջնադարյան կրոնի դոգմաներից ազատագրելու գործում, այսօր այլևս ի վիճակի չէ աշխարհի գիտական բացատրություն տալ։ Բնության նկատմամբ արտաքին հարգանքի հետևում նա դերևս պահպանում է կրոնական բովանդակություն, բնության իրական օրենքները փոխարինելով միստիկական էությամբ։ Աշխարհի ճշմարիտ ըմբռնումը սկսվում է այնտեղ, որտեղ բնությունն ուսումնասիրվում է որպես օբյեկտիվ նյութական իրականություն, առանց աստվածների եւ բարձր ուժերի։ Տարածեք տեսանյութը սոցիալական ցանցերում, որպեսզի մյուսներն էլ իմանան, թե ինչու է պանթեիզմը վտանգավոր գիտության եւ հասարակության զարգացման համար։ Հաջորդագրվեք այսպես կարիքին, որպեսզի բաց չթողնեք նոր եւ հետաքրքիր տեսանյութերը։ Գրեք մեկնաբանությունները ձեր կարծիքը եւ լայքը չմոռանաք։ Կհանդիպենք։